Երկօրյա քննարկումներին հաջորդած փակ գաղտնի քվեարկությամբ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահ։ Ընտրությանը մասնակցած 91 պատգամավորից 63-ը կողմ էր քվեարկել, 28-ը դեմ։ Շնորհավորանքներից ու պաշտոնը ստանձնելուց հետո Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Կնյազ Հասանովին եւ խոստացավ պատվով կատարել խորհրդարանի ղեկավարի պարտավորությունները։ Սա ինձ համար մեծագույն պատիվ է եւ ես ամբողջությամբ պատկերացնում ենք այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին եւ ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահը։ Արդյոք Ռուբինյանը Թուրքիայում գտնվելու ամիսներին թուրքերի հետ շփում ունեցել է, հարցը շարունակում էր արդիական մնալ նաև ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման երկրորդ օրը։ Եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը. իսկ դու թուրք տեսել ես։ Ճիշտն ասած, սրանից մոտավորապես մի տարի առաջ ավել պակաս, երբ որ շարժում էր ձևավորվել, մեր ձևով շարժումը, ով որ ինքն իրեն անվանում էր ապաքաղաքական, բայց հավակնում էր մասնակցել քաղաքական գործընթացներին, ես ինքս ինձ հարց էի տալիս, զարմանում եւ զայրանում էի մեկ-մեկ, թե ինչպես կարող է քաղաքական հավակնություն ունեցող խումբը լինել ապաքաղաքական։ Երեք ես տեսա, թե ինչպես։ Մենք հանդիպել ենք ապաքաղաքական խմբակցության ժողովուրդ։ Ես չգիտեմ ոնց արձագանքել են հարցին, թե ոնց որ ով է թուրք տեսել, ով չէ։ Իսկ իրական հարցը հետևյալն է, առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Առանց ռուսների իմացության, առանց ռուսներին տեղյակ պահելու քանի թուրք ես տեսել, դա է նախադասությունը, բայց քանի որ չի ամոթ է տենց հարց ձևակերպել, ուղղակի առաջի մասը կտրել գցել է։ Ես խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանին Ստամբուլում թուրք տեսած լինելու համար։ Ստամբուլում թուրք տեսած լինելը ազգային քրիստոնեական արժեքներին դեմ է, պարոն Ռուբինյան։ Մենք ոչ թե մանդատ ենք վերցնում, այլ պատասխանատվությունը, մանդատը պատկանում է ժողովրդին։ Ելույթների ընթացքում հայտարարեցին ընդդիմության ներկայացուցիչները, նախկին իշխանությունների օրոք բռնաճնշումների վերաբերյալ Ռուբինյանի պատմությունն էլ հիշեցին։ Ագնես Ախամոյանը խոսեց այսօրվա մասին։ Ամենամեծ ցավը, որ դուք հիմա չեք գիտակցում, ձեզ հետ կատարվել է 18 տարի հետո։ Որովհետև հիմա օրինակ կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Տաթևի տղան, 10 տարեկան տղա երեխայի դեպ, իր ծնունդը նախանցած տարի, էլի դիմավորելա առանց մայրիկի։ Ձեր իշխանության օրոք, պարոն Ռուբինյան, այդ ցավը այն է, որ դուք հիմա ամեն ինչ անում եք արդարացնելու համար այն բոլոր ապօրինությունները եւ բռնաճնշումները, որոնք դուք ասում եք, որ ձեր մաշկի վրա զգացել եք։ Տարբերությունը հիմնական այն է, որ պարոն Ռուբինյանի հորը եւ առհասարակ մարտի 1-ի գործով ձերբակալված ու կալանավորված ու դատապարտված մարդիկ անմեղ էին։ Մարդիկ անմեղ էին։ Այո, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք, որովհետեւ այո, մարտի 1-ի գործով այդ մարդիկ անմեղ էին։ Այդ մարդիկ հերիք չի ծեծվել էին, հերիք չի նրանց ընկերները սպանվել էին Երևանի փողոցներում։ Միայն նրա համար, որ հաս չէին այն բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին նշանակեր նախագահ, որպեսզի նա էլ պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի, հաս չէին դրա հետ, ու ընդամենը խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Իմ տղաները ոչնչով ավել չեն Հայկ Ապրեսյանից, իսկ ես ոչնչով ավել չեմ Հայկ Ապրեսյանի մորից։ Հայկ Ապրեսյանը մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր է, ով որ զոհվել է ձեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, եւ իմ տղաները իրանցից ոչնչով ավել չեն։
Եվ հետևաբար ամեն ինչ արվում է հատուկ նրա, որպեսզի խաղաղությունը լինի, որպեսզի պատերազմ չլինի, բայց ոչ մեկին առավել ու ներքև չդասելով։ Սիրելի արցախցիներ, մռավասարեն նման պնդկացիկ, մունք մեր հայրենիքում նանք, վեշիմպեն մորացվալ չի ու վեշիմպեն ներվալ չի։ Դուք միանշանակ ձեր հայրենիքում եք, եւ ես երբ որ ասում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, որ իմ եւ ձեր երեխաները չտեսնեն երբևէ պատերազմ, ես այդ թվում նկատի ունեմ մեր սիրելի Ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, որոնք այս 30 տարիների ընթացքում ավելի քան են տեսել այդ պատերազմը եւ էլ պետք չի տեսնեն։ Իմ որդին էլ ոչնչով առավել չի եւ ես ինչի եմ ասում, որ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինքը պատերազմ չտեսնի։ Որտեւ ես գիտեմ, որ երբ որ ժամանակը գա, ոնց որ ես իմ եւ իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, նենց էլ իմ որդին չի խուսափել։ Ընդդիմադիրները բարձրացրին նաև շահերի բախման, պաշտոնյաների հարազատների բարձր աշխատավարձով աշխատանքի նշանակման հարցեր։ Խորհրդարանի նախագահի թեկնածուն փաստերով հակադարձեց։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Իմ եղբայրը 2007 թվականից, այսինքն արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում։ Իմ եղբայրը 2007 թվին էր աշխատում բանկում, 2008 թվին, երբ որ ասում է, որ ԱԱԾ-ից եկան մեր տուն, հորս հրավիրեցին ԱԱԾ 3 ամիս հետ չեկավ։ Այդ ժամանակ, երբ որ պարոն Քոչարյանի հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀԿ խմբակցության ղեկավար էր, այդ ժամանակ էլ իմ եղբայրը բանկում էր աշխատում։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել, մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շահերի բախում կա, որտեղ, բացատրեք ինձ։ Հաջորդը էլի ձեր այդ տարօրինակ տրամաբանության։ Հա իմ եղբայրը 20% պետական, 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Մեր երկրի զարգացման, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար առանցքային դեր ունի խաղաղության պայմանագիրը, իր ելույթում հայտարարեց ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը, խոսեց իրենց մտահոգությունների ու առաջիկա նպատակադրումների մասին, նշեց պետք է թույլ չտան Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շրջանակներում ունենալ ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։ Այդ իսկ պատճառով իմ առաջարկն է, գիտեմ շատ մեր նոր գոլեգաներ ասեցին, որ ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով, եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Կարապետյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը, իսկ Հայաստան խմբակցության դիրքորոշումը փակ գաղտնի քվեարկությանը չմասնակցելն էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից Արայիկ Հարությունյանը խոսեց Ռուբինյանի անցած ճանապարհի, ինչպես նաև ժողովրդի ընտրության մասին։ Քաղաքացին արդեն որերորդ անգամ քվեարկում է հանուն իրական Հայաստանի։ Բայց դուք դեռ դեգերում եք պատմական Հայաստանում։ Քաղաքացին մերժել է սա, եւ եթե տվյալ դեպքում ուժեղ Հայաստանը շարունակի այդ տրամաբանության մեջ զարգանալ, արժանանալու է մյուս գործընկերների ճակատագրին, երբ որ գրեթե 60-70%-ով կրճատվեց նրանց խմբակցությունը եւ հաջորդին ընդհանրապես այստեղ չեն լինի։ Բայց ես կոչ եմ անում պարոն Կարապետյան, իդեպ ձեր ելույթը նորմալ, այսինքն ելույթերը շատ մասերի հետ համաձայն չէի, բայց ոչի իմաստով ես կարծում եմ, ես համարում եմ, որ դուք ընդունել եք իմ առաջարկը եւ համարում եմ, որ Տիկին Գրիգորյանն էլ է ընդունել իմ առաջարկը բարեկիրթ լինելու։ Իդեպ Տիկին Գրիգորյան, ես չեմ առաջարկել «Ребята, давайте жить дружно», ես առաջարկել եմ լինել «Ребята, давайте быть բարեկիրթ»։
Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։